Բացառիկ ապացույցներ եմ ներկայացնելու այն թեզի, որ նախկինները երկիր էին պահում, իսկ Նիկոլն եկավ ու սկսեց քանդել ամեն ինչ։ Այս արտահայտությունը շատերդ եք լսել, բայց ապացույցները չեք տեսել ու հիմա ես կներկայացնեմ այդ ապացույցները։ Ավելի ճիշտ դա կներկայացնեն Պատղունքի դպրոցի աշակերտները։ Լսեք նրանց պատումը նախկինների ժամանակվա իրենց դպրոցի մասին, թե ինչքան էին նախկինները սիրում Պատղունքի երեխաներին եւ ինչքան էին նրանք տպավորված նախկինների այդ սիրուց։ Ցելոֆան ենք քաշում պատուհաններին, որ տականգոնը մի քիչ տաքությունը պահպանի։ Նույնիսկ լինում է, որ հեռացնում ենք այդ դասանում աշակերտների սեղանները։ Մեր դպրոցում չկա տուալետ, այն գտնվում է դպրոցից հեռու եւ վազելով են գնում, որ չմրսենք։ Պատերը սաղ անցքեր ունեն, որտեղ կռիցներ են դուրս գալիս։ Միթե որևէ երեխա կարող է սրանից ավել ինչ-որ բանի մասին երազել։ Հիրավի Սերժն ու Քոչարյանն ուղղակի պաշտում էին Հայաստանը ու Հայաստանի երեխաներին։ Իսկ հիմա տեսեք, թե այս սիրո փայլուն դրսևորման հետ ինչ արեց վարչապետ Փաշինյանը։ Նախկինների թողած առնետներով գոմ հիշեցնող կառույցը քանդեց։ Դրա փոխարեն վեր խոյացրեց հերթական լուսավոր ու գեղեցիկ դղյակ։ Խայտարակություն։ Այսպես են քանդում երկիրը։ Կիսվեք տեսանյութով, թող բոլորը տեսնեն, թե ինչպես է երկիրը քանդվում։